Եթե կա մեկ փողոց, որը ոչ մի դեպքում չպետք է բաց թողնել Փարիզայցի դեպքում, ապա դա Փարիզի կենտրոնում երկրորդ թաղամասում գտնվող Մոնտորգոյ փողոցն է, որտեղ կենտրոնացված են մեզ հայտնի համեղ շաչաթաց սցեներ։ Այստեղ կգտնեք Ֆրանսուଆ Փրալյուսի բուտիկը, որը ճանաչված է իր համեղ պրալինո բուլկիներով եւ իր շոկոլադներով։ Ես շատ սիրում եմ իրենց սալիկները, իրենք միշտ ներկա են լինում Փարիզի շոկոլադե սալոնում։ Երկու քայլ այն կողմ արդեն Վենչի շոկոլադի բուտիկն է, որը գիտեք իտալական համեղ շոկոլադներ է վաճառում եւ շատ համեղ պաղպաղակ։ Այստեղից մի քանի մետր այն կողմ արդեն հայտնում ենք ֆրանսիական շատ հայտնի եւ համեղ Մաղիաշ Ֆեղ թեյերի բուտիկում։ Եթե չեք փորձել, ապա խորհուրդ կտամ անպայման փորձեք։ Ճիշտ է, գինը մի քիչ թանկ է, բայց իրենք ուղակի վերջն են։ Իմ խմած ամենահամեղ թեյերի շարքում են դասվում։ Իսկ այնտեղից այն կողմ էլ արդեն գտնվում է Կոպանի Մոնտորգոյ բուտիկը, որը վաճառում է, ինչպես արդեն տեսել եք իմ ռիլերից, առանց գլյուտեն շատ համեղ հացաբուլկեղեն։ Մի քիչ այն կողմ արդեն հայտնվում ենք Փարիզի ամենահին խմորեղենի խանութի բուտիկում Ստողեղում, որտեղ է ստեղծվել է ռոմով բաբան։ Իդեպ անմահական է, անպայման փորձեք, ռիլն էլ կա, կարող եք նայել։ Հարևանությամբ էր գտնվում հայտնի Ռուշակագոր Ժևխեկանի բուտիկը, որն էլ գոյություն չունի, իսկ թե ինչու կասեմ, իմ մոտակա ռիլերում այնպես որ շարունակիր հետևել, իսկ մինչ այդ կարող ես նայել արդեն իսկ գոյություն ունեցող ռիլը, որտեղ համ տեսնում եմ կատարել իր Կուպրայի բուտիկում։ Եվ արդեն վերջացնում ենք Շապոնի շոկոլադի բուտիկով, որը հենց Մոնտորգոյ փողոցի վրա չի, բայց հարևանությամբ է, որը միակն է, որ առաջարկում է կոնով շոկոլադե մուս բացառիկ որակի իր ռիլն էլ կա, կարող եք նայել։ Դե ինչ, հետաքրքրեց այս ամբողջ ինֆորմացիան, ուրեմն շտապեք բաժանորդագրվելու, որովհետև իմ էջում համեղ փարիզյան հասցեներ շատ կգտնեք։ Բաչիկներ։